Եվ Կուրսկում, և Լենինգրադայի բլոկադայի ժամանակ, և Մոսկվայի պաշտպանության ժամանակ հայերը ունեցել են ակտիվ մասնակցություն և պաշտպանելով Մոսկվան և Կուրսկը, Լենինգրադը և Ստալինգրադը նրանք պաշտպանում են Երևանն ու Գյումրին, Արցախն ու Լոռին, Սյունիքն ու Տավուշը։ Ուզում եմ հստակ նշել, որ հաջորդ կարևոր նպատակը, որ մենք դրել ենք մեր առջև, քննադատել ու դատապարտել նեոնացիզմի և նեոֆաշիզմի ցանկացած դրսևորում։ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ֆաշիզմը դատապարտվեց, բայց նեոֆաշիզմի դրսևորումները առկա են մեր կյանքում։ Ընդամենը 2 տարի չի անցել, ինչ մենք ականատես ենք եղել Արցախում Ադրբեջանի նեոնացիստական ղեկավարության կողմից էթնիկ զտման, որտեղ մի ամբողջ ժողովուրդ Հիտլերյան Գերմանիայի դժբախտ օրենքների համաձայն բռնագաղթեց իր սեփական բնօրյան հայրենիքից։ Դա նույն ոչն էր Ալիևը կրկնել է Հիտլերի, Գեբելսի, Գերինգի, Գիմլերի, Բորմանի գործողությունները։ Ֆաշիստները խորհրդային միության ժողովուրդներին ուղարկում էին կոնցլագեր, խաղաղ բնակչությանը բռնագաղթի ենթարկում, Ադրբեջանի ռեժիմն էր Արցախայությանը բռնի տեղահանեց իր բնօրյանից։ Եվ ինչպես երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական ֆաշիզմը ուներ իր կոլաբորացիոնիստները, ունակ սոյացական պետերի կառավարությունը, այդպես էլ թուրքական նեոֆաշիզմը և նեոնացիզմը դժբախտաբար Երևանում ունի իր կոլաբորացիոնիստ աջակիցների, իդեմս նիկոլիստական ռեժիմի, որը մատը մատին չտվեց, երբ Արցախը հայակապվեց։ Այն Արցախը, որը անգնահատելի ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պայքարում։ Անգնահատելի ներդրում։ Հարգելի բարեկամներ, իմ շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, հոգևոր հորը, վետերանների միության նախագահին, մեր Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդականին, իմ պատմական գործընկերներին և իհարկե իմ հանրապետական եղբայրներին և քույրերին և մեր հանրապետական երիտասարդությանը և սիրելի լրագրողներին։ Այժմ օրհնության համար խոսք ուզում եմ տրամադրել